Ո՞վ է սարը։ Ո՞վ է զակաշ։ Չգիտեմ։ Ալը, Ես եմ օպար։ ես ինչ համարից ես զանգում։ Օպար տղեկից մեկի։ Այդ հիմա կարևոր չի։ Ինձ ուզում էին սպանեին։ Ես ոնց որ չզարմացար, հա։ Մակունցներից սպասելի էր։ Վստահ ես, որ իրանց հետ է կապված։ Ինչի ուրիշ տարբերակ կա։ Անուն հարցրել ես։ Հարցրեցի, չասեց։ Այս անգամ կարեցա ինքնապաշտպանվեմ։ Մի անգամ փորձել են, ինձ թվում է էլի կփորձեն։ Ինչ արած Արամ ջան, դու պետք է քո գլուխը պահես, ես այս պահին բան չեմ կարող անեմ։ Մինչև մարդ չգտնեմ բանտում։ Բա դու ասում էիր քո համար փակ դռներ չկան։ Ոնց չի ստացվել։ Մահափորձ է իրականացվել նրա դեմ եւ նրան առանձնահատուկ հսկողության տակ են առել հիմա։ Շատ ավելի լավ։ Ոնց շատ ավելի լավ։ Ասում եմ չի հաջողվել դրան վերացնել։ Շատ ավելի լավ, որ չկեղտոտվեցիր։ Ես իրանով կզբաղվեմ։ Իսկ կարող է արդեն զբաղվում ես։ Մեր երեխեքի արավ ես տեղյակ չեմ։ Ամենը վիճակս նայի ես ոնց կարայի։ Մաքսիմում բժիշկներից մեկին պետք է պատվեր տայի։ Այդ դեպքում էլ ով է ցանկանում Արամի մահը։ Ենթադրում եմ, որ հարազատ եղբայրն է ուզել։ Դրան հրաժեշտ տա։ Բայց ինչի համար։ Դու ինչ գիտես, որ ինձ չես ասում։ Ես չեմ կարող։ Էլ ցենց ապրել չեմ կարող, չեմ դիմանում։ Էս ինչ պահված կա, գժվել ես դու լրիվ։ Հա, գժվել եմ։ Խելագարվել եմ։ Ցնդել եմ։ Հա, օր մեծության այնպես եմ սիրահարվել, որ գժվել եմ։ Ով է քեզ իրավունք տվել գիշերով իմ տան բակ գալ։ Սիրող սրտերին թույլտվություն պետք չի, Օլինկա։ Ինչ սեր, անհարմար է, ինչ սեր։ Խնդրում եմ սուս, լռիր։ Խնդրում եմ, աղաչում եմ, մենակ ինձ չհամոզես, չհավատացնես, որ դու իմ հանդեպ անտարբեր ես, Օլինկա։ Հիմա ինչ եմ անելու, որ տղես դուրս գա մեզ միասին տեսնի, կասես, ինչ պատասխան եմ տալու։ Ցավը տանեմ, տղետ խելացի տղա է, տղետ հասկանում է, որ իր մայրը իրավունք ունի սիրելու եւ սիրվելու։ Սուս մնա, սուս։ Ինչի սուս մնամ։ Հա, ինչի սուս մնամ, գիտես ինձ համար հեշտ է, ուզում եմ գոռամ։ Ուզում եմ ողջ աշխարհին գոռամ իմ սիրո մասին, ցավը տանեմ։ Ինչ ես դու քեզ դատապարտել մենության։ Ինչ չես սիրտդ բացում, սիրտդ բացի, որ սերը բույն դնի։ Հավո, ես գժվել եմ, ես ինչեր եմ խոսում, Օլինկա։ Գնա, հա։ Հավատա տենց լավ կլինի, թե իմ, թե քո համար, գնա։ Գնամ, ուր գնամ, բա մեր սերը։ Իսկ մեր սերը, մեր սիրո հետ ոնց վարվենք։ Ինչ սեր, Տեր Աստված, հələ իմ տարիքին նայ, ինչ սեր։ Իսկ դու մի հատ մեր սիրուն նայ։ Իսկ մեր սերը, Օլինկա։ Ինչ կա քո տարիքի մեջ։ Կանայք այս տարիքում նոր սկսում են սիրել, կյանքը վայելել, ընտանիք կազմել։ Իսկ դու քո ամբողջ կյանքը նվիրել ես իմ եղբոր երեխուն, նրան պահել, փայփայել, մեծացել, իրավունք չունես, հա։ Իրավունք չունես քո կյանքից մի փոքր ժամանակ տրամադրես ինձ, քեզ, մեր սիրուն։ Խնդրում եմ, Օլինկա, հավատա ինձ, սիրում եմ քեզ։ Վախենում եմ։
Ահա որ շատ եմ վախենում։ Չվախենաս, ես եմ քո կողքին։ Ես եթե քո կողքին եմ, դու չվախենաս։ Իսկ ես առանց քեզ չեմ կարող ապրեմ։ Առանց քեզ չեմ կարող ապրեմ։ Իսկ դու իմ կողքին երբեք չվախենաս։ Մանան հերիքա գնա պարկի։ Պապի դե ինչ եմ արել, մեծ մասը Նարեն արեց։ Դավիթի բախտը բերել, Նարեն, շատ բարի աղջիկ։ Հա, որ մեր պիծու ձեռը դիմանում է, լավ աղջիկ է, շատ դիմացկուն է։ Պապի, դե դու էլ գնա պարկի, գործդ վաղը կշարունակես։ Չէ, վերջացնեմ, որ հանգիստ խղճապարկ եմ, համը Դավիթը դեռ չի եկել։ Դե Դավիթը գնաց Նարեն ճանապարհ, ես որ կգա պետք չի այդքան նստես։ Ապրես, այդպես, աշխուժեղի, շարժվի, խոսա հետս, թե չես սիրտս կտոր է լինում։ Անկեղծ կլինեմ հետդ։ Իմ սիրտն էլ կտոր է լինում, որ մտածում եմ հնարավոր է Գրիշը չքայլի։ Բայց մենք ինչ կարող ենք անել, ինքն իր ձեռքով իր կյանքը խորտակում։ Բայց ես ինձ էլ եմ մեղավոր զգում, եթե հեռախոսով տենց կոպիտ չխոսեի, հետը միգուցե այս ավտովթարն էլ չլիներ։ Բայց նորմալ է, որ կոպիտ ես խոսել, վաղուց։ Մենք ուրիշը, քո փոխարեն վաղուց մոռացած կլիներ նրան, ոչ էլ կհիշեր։ Շատ եմ սիրում, պապի, դրանից է։ Վալես։ Ես հղի եմ։ Հա? Հա, հղի եմ։ Չէիր սպասում, չէ։ Ոնց պետք է սպասեի, կտենց բան լսեի քեզնից։ Հա, հիմա ինչ պիտի անեմ ես։ Պիտի ունենամ այս երեխուն։ Դու դեբիլ ես, բա ինչ պետք է անես, պետք է ունենաս։ Ուղղակի ես վստահ չեմ, որ ուզում եմ միայնակ մայր լինեմ։ Աղջի լետ հիմար տեքստերը հանի գլխիցդ ինչ միայնակ։ Բա ես։ Դե դու շատ զբաղված ես մաշաներով։ Արա ուզում եմ Մաշա ալնի, ուզում եմ Քսյուշա ալնի, ինձ չի հետաքրքրում, իմ կնկանից ու երեխուցս կարևոր բան կա իմ համար։ Որս ինչ լավ բան ասիր, հա։ Հղի ես աղջի։ Ես կդիմեմ Գրիշի մամային։ Մերոնք դեմ կլինեն, բայց ոչինչ, թող տիկինինան օգնի ինձ գնալ հասնել Գրիշին։ Ես բոլորից լավ հոգ կտանեմ Գրիշի մասին։ Կօգնեմ, որ ինքը շատ արագ ոտքի կանգնի ու քայլի։ Ձեզ թույլ տալիս։ Արագ դուրս եկեք։ Մանան ասա որ չեմ ուշացել։ Ասա որ էշություն չես աղել։ Դուրս գնա։ Մանան ասա որ երեխուն։ Եթե խոսելու անհրաժեշտություն կա, կարող եք դուրս գալ շփվել։ Եվ միգուցե մենք չենք շփվելու, դուրս գնա։ Երեխուն չեք հեռացրել, չէ, ասեք որ չեմ ուշացել, խնդրում եմ։ Հեռացրել եմ, երեխա չկա, մեզ ոչ մի կապող բան չկա, գնա։ Ոչ, մենք ոչ մի միջամտություն դեռ չենք իրականացրել։ Ես ձեր ցավը տանեմ։ Մինչև չպարզեմ երեխուս ոնց ես կորցրել չեմ հանդիսանում։
քայլ է սա։ Ամեն ինչ կարգին է, դոկտոր։ Այո, Իսկ սերը երբ հապարզ լինելու։ սերը աշտեն երևում է։ Կասեք ինձ սերը, խնդրում եմ։ Եթե քենդեր փաշտի չեք անելու, կասեմ։ Չէ, ոչ մի նման բան չենք անելու, ինձ երեխայի սերն է հետաքրքիր։ Տղա եք ունենալու։ Տղա։ Այո, տղա։ Հանգիստ, առանց կտրուկ շարժումների։ Կներեք, էլ չեմ անի։ Ինչ ես կոպտում բուժանձնակազմին։ Որովհետև նյարդերս տեղի են տալիս։ Բայց այդ մարդկանց խնդիրը չի։ Ուզում էիր քեզ տեղափոխեն հիվանդասենյակ տեղափոխեցին։ Ինը լավ էլի։ Գլուխս մի տար։ Դու ավելի լավ զանգել էին հասկանանք ոնց եղավ Գրիշս։ Պետք չի ամեն վարքյան Լեային զանգել։ Գրիշի ներկայությամբ ազատ չի խոսում։ Շունչս կտրվում այն մտքից, որ կարող է Գրիշս էլ չքայլի։ Ես չասեմ, թե ինչ եմ զգում։ Մի կերպ եմ դիմանում այս վիճակին։ Չեմ ուզում հավատալ, որ Գրիշոս էլ չի քայլելու։ Ինչի չեմ պատասխանում։ Դե ասում եմ։ Լեան ազատ չի Գրիշի ներկայությամբ, դրա համար էլ չի պատասխանում։ Այդ դրա համար եմ ասում։ Ասում եմ վեր կացու գնա երեխեքի մոտ, մենք չգիտենք այնտեղ ինչ է կատարվում։ Այդ Լեանն էր։ Չէ, տղայից սիրուին։ Այդ քեզնից ինչ է ուզում։ Գրել է, որ նոր դուրս է եկել բժշկի մոտից, ուզում է հանդիպի ու խոսի երեխու հետ կապված։ Անպատկառությունն էլ չափոս աման պիտի ունենա։ Այդ ինչ ես անում։ Սրան իր տեղն եմ ցույց տալիս։ Պետք չի։ Գնա հանդիպման։ Լուրջ ես խոսում Հունան։ Մեր են անհաջող հարսը երեխուն կորցրել է։ Մենք ուզենք թե չուզենք պիտի սրա պոչը բռնենք։ Չէ, այդ ճիշտ չի։ Ինը ինչքան էլ հերքենք մեկը։ Դու պատկերացնում ես մեր ու Գրիշի վիճակը, որ պարզվի հանկարծ, որ Գրիշոս էլ չի քայլելու ու էլ երեխա չի ունենալու։ Յանալիա, մինչ ապակաս կեսր մայրիկս կպատասխանի, ես մի քանի թույլ հագուստ կվերցնեմ ինձ։ Ох, ինչ հավես է, և ճաշակովա, և թույլա։ Էնա, ինչ ինձ հիմա պետք է։
Այ քորանամ ես։ Ամեն անգամ որ քեզ տեսնում եմ կարանելիս, տեղս չեմ գտնում այ հեր։ Ինչի՞ համար։ Ես իմ աշխատանքն եմ անում ու շատ սիրով եմ անում։ Ամեն այդ աշխատանքը ինձ էլ իմ երեխեքին էլ մինչև հիմա կերակրում։ Դե քանի որ արդեն տղետ կա, դու այդ թելու ասեղի մասին մոռացի հերս։ Դու քեզ շատ ես կարողանում պահել, հա։ Էն էլ ոնց։ Դե ինչ ասեմ, շատ ուրախ եմ քեզ համար, բայց մեզանից հեռու մնա, հա։ Տես է, հենց ուզում եմ մի քայլ մոտենամ, չէ, 20 քայլ հետ է շպրտում, պետք չի։ Ինչի համար ես եկել, դու հենց այնպես եկողը չէիր։ Աղ ցավը տանեմ հերս, տես տղուն ոնց է ճանաչում։ Բարև։ Բարև, ցավը տանեմ։ Լսկի մանուշակ, չի լինի մի անգամ այդ չորուցամակ բարևի փոխարեն ասես բարև հոպարի ջան։ Եթե չեմ ասում, ուրեմն չի լինի։ Ցավը տանեմ, մենք ոնց որ թե իրար հետ վատ չէինք, հա։ Ճիշտ է, այն մակուսները սաղ կառնեցին իրար, բայց ոչինչ։ Հեսա մակունցը կմեռնի, սաղ տեղը կընկնի։ Դու ոնց որ հին ինֆորմացիային ես տիրապետում։ Հունանը գիտակցության է եկել։ Ոնց թե։ Ես ուրախությունից վեր թռար։ Այդ երբ է տենց բան եղել։ Չնայած չեմ զարմանում, շաներես ունի, պադոշին սատկել չկա։ Հա, դրա նմանին երկիրը չէր հանդուրժում, երկինքը ոնց կարար դռները բացեր։ Եկել ես որ փիլիսոփա ես։ Չէ, հերս լավ է հիշացրեցիր, թե ինչի համար ենք հավաքվել։ Ժողովուրդ, ասում եմ ոնց որ կարգն է, հայկական, ավանդական ընտանիք խնդրում եմ ձեզ։ Գնում ենք Սիրուն Օլգայից ձեռքը խնդրելու։ Մանան, շտապ օգնություն կանչի, հա։ Ինչի հերս լավ չես։ Դու լավ չես, այ հիմարի մեկը։ Ինչ ես եկել հիմար դուրս տալիս։ Իսկ քո գլխի հետ մի բան է, ինչի։ Մի կինդ նոր է մահացել, մյուսն էլ։ Մյուսի տեղն էլ չգիտես, հա։ Սրանտ ես, երրորդ կնիկ է ուզում։ Ինչ անեմ, սերը խեղդում, այ հեր, չեմ դիմանում։ Հիմա ես քեզ կխեղդեմ։ Այ ախ, մի գնայր ոսկորի տնից այդ ապուշի մեկը։ Հարա խեք բրդում, խեք խփում, հոտուք վայրենի չեք սիրա հարվել է։ Դու աչքդ եմ անում ապուշ, բա եկել ես ինչ ես ասում ինձ։ Հայ ցավը տանեմ, սիրում եմ, սիրա հարվել եմ։ Այն Վովաներ իրան ձև ա տվել։ Մորիցս հերու պահի, քեզ սենց պահի, նենց պահի, այդ ոնց է իրան պահում, այդ իմ լավությունը, որ ուզում եմ մորը երջանկացնեմ։ Դու աչքդ էլ հանում ա։ Այ ցավը տանեմ։ Ասում եմ, եկեք բոլորով գնանք Օլգայի ձեռքը խնդրենք։ Այդ երեխան կուրախանա, իրան լավ կզգա, փուքսը կթողի։ Ձերդ կտրի հայանամուտ, դուրս կորիցունից ես։ Այհեր, սերը խեղդում ա, չեմ դիմանում, սիրա հարվել եմ, առանց այդ աղջկա չեմ կարում։ Գնայր տեղիդ քանի չեմ սպանել քեզ։ Այ դուրս տարի էլի ինչ ես պապին ներվայնացնում։ Դու էլ ինձ դժբախտացրեցիր։ Իմ դժբախտության պատճառը դու էիր։ Ես եկել էի քեզանից աջակցություն խնդրելու։ Եթե մեկ էլ բերանդ բաց ես արել Օլգայի հետ կապված, ոսկորները հատիկ ջարդելու եմ։ Դու ինչ հանգստանամ, սա մարդ չի, սա չգիտեմ ինչ կենթանի է, սա ով է։ Հա, բա ինչ, ես մարդ չեմ, հիմա Ռաֆոն որը ներ սինիներով դհոլ զուռնայով կգնայիք, չէ։ Թող ես քո Այ ապրես, մեր մոտ պետք ամեն ինչ միշտ շատ թար լինի ու գեղեցիկ։ Լիսի, ես շատ գոհ եմ մեր բիզնեսից, հաճախորդներից էլ։ Ասա, որ շատ լավ ամեն ինչ։ Հա, իրոք շատ լավ ամեն ինչ։ Բանկից է հիշեցում։ Վարկի մարման մասին։ Դե բա ոնց կարար տենց լիներ, որ օրը լավ անցներ ու լավ ավարտ ունենար։ Պետք է անպայման վերջում մի բան լիներ, չէ՞ որ ես ներվայնանայի։ Դե լավ, դավ ինչի ես դրա պատճառով տրամադրությունդ գցում։ Նարեվ ոնց չներվայնանում։ Հենց այս պայդրությամբ մեկ այդ փողը չունենք, որ վարկը փակենք։ Շրջանառության փողն է չեմ կարող անեմ, որովհետև առևտուր չեն կարող անենք։ Կասես ինչ անեմ։ Ոնց չներվայնանամ։ Լիսի, ես խնայողություն ունեմ ու կբավականացնի։ Մոռացանք դրա մասին։
Բայց դա ինչ կա դրա մեջ, մենք կարելի ասել ընտանիք ենք, չէ՞։ Նարե ջան, այդ պարտականությունը ֆինանսական իմ վրա է, ես պետք է լուծեմ, ոչ թե դու։ Դա ոյլի սկսեցիր։ Ինչ Նարե, ինչը սկսեցի, ինչ որ կա այդ եմ ասում։ Այ, էլ չսկսես այդ քո խնայողությունների մասին խոսալ, թե չէ կկռվենք իրար հետ։ Մի բան կանեմ, կլուծեմ այս հարցը։ Հա, պապ։ Աղջիկ ջան, աշխարհ ես ծայրից զանգում ենք, ինչի չես պատասխանում։ Պապ Գրիշի մոտ էի չի կարա խոսել։ Հա չեմ հասկանում, Գրիշի մոտից չի կարելի պատասխանել։ Պապ Գրիշը գիշերը նենց հիստերիկայի մեջ էր ընկել, ես չգիտեի ինչ անեի։ Ինքը իրան նենց վիճակի հաղթրեց, որ մահճակալից քիչ էր մնում ընկներ։ Սիրտս կանգնել էր նոր վիրահատվածի համար, դա ահավոր վտանգավոր իրավիճակ էր։ Լեա, կարող եմ լուրջ բան կա, դու չես ասում։ Չէ, ասում եմ այն ինչ որ կա։ Բարև ձեզ։ Բարև։ Շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք ինձ ընդունելու համար։ Գրիշը ոնց է ձեր ամուսինը։ Երկուսն էլ լավ է։ Կասես ինձնից ինչա պետք։ Մենք շատ տաճ խոսակցություն ունեցանք մեր նախորդ հանդիպման ժամանակ։ Բայց քեզ իմ ասածները տեղ չհասան։ Չհասկացա, որ պետքա Գրիշից հեռու մնաս։ Ես Գրիշից հեռու էի։ Ոնց էիր հեռու։ Դա կարծում ես ես նամակներից տեղյակ չեմ։ Չգիտեի, որ սպառնում ես Գրիշին։ Ես ընդհանրապես մեկ հաղորդագրություն եմ ուղարկել Գրիշին։ Բայց այդ հաղորդագրությունը ճակատագրական եղավ։ Գրիշը եկավ քեզ մոտ, չգիտեմ ինչ ասացիր, գնաց ու վթարի ենթարկվեց։ Իսկ դու կցանկանաք լսել ձեր թորան մասին։ Ինչ ունես ինձ ասելու։ Բայց մեր նախորդ հանդիպմանը դուք ինձ պարզ ցույց տվեցիք, որ ձեզ իմ երեխան հետաքրքիր չի։ Քո երեխան, այո, չի հետաքրքրում։ Բայց խոսքը Գրիշի երեխայի մասին է։ Գնացել է հիվանդանոց։ Ես եւ Գրիշը տղա ենք ունենալու։ Ինչ որ հաճախ է սկսել ինձ զանգել, այդ ինձ դուր չի գալիս։ Իսկ ինձ դուր չի գալի, որ դու էլ սառն ես քեզ պահում իմ հանդեպ, հատկապես հիմա։ Ինչի դրսում ցուրտ է, վախենում ես մրսես։ Դրսում չէ, բայց բոքսում շատ սառն է։ Այնքան սառն է, որ մեր ընդհանուր թշնամուն ուշքի են բերել։ Հունանը գիտակցության է եկել։ Հա, հավաստի աղբյուրներից եմ լսել։ Բա, տեսար ինչ եղավ։ Մեր հուսախափարեց, չարդարացրեց մեր սպասելիքները։ Այդ հաստատ է։ Լսել եմ հավաստի աղբյուրներից։ Ու հիմա գնում եմ հիվանդանոց, հիվանդատես, որ տենամ, քո կողմից ինչ փոխանցեմ։ Փաստորեն չես սատկել, հա։ Ալո։ Ալո։ Սա հիվանդ է։ Լուրջ եմ ասում, սա հոգեկան խնդիրներ ունի 1,000,000%։ Հա չեմ հասկանում, ով էս ճակատագին ես, կան գիշկա քեզ է գալի ռաստվում։
Խփնվել են արա, խոսում եմ անջատում ա։ Ինչ է պատահել։ Ամեն անգամ դու ես ասում տանը նախաճաշենք, տանը ընտրենք։ Այսօր հանկարծ որոշեցիր, որ պետք է դրսում հանդիպենք։ Վալես, ուղղակի մի տեսակ լարվում եմ։ Տեսնում եմ։ Դե մտածեցի դրսում սենց մթնոլորտում ինձ ավելի հարմար կլինի ասել այն, ինչ ուզում եմ ասեմ։ Ու ինչ ես պատրաստվում ասես։ Վալես, դու գիտես, որ իմ կյանքի գլխավոր նպատակը դու ես եղել ու կաս։ Բան է փոխվել։ Չէ, բան չի փոխվել, դրա համար էլ ասում եմ, որ իմանաս։ Ուղղակի ուզում եմ մի փոքր իմ անձնականն ունենալ։ Բան չունես ասելու։ Անձնականում հետ։ Լեոյի չստացված հոպարի։ Խնդրում եմ էլի, Ավոյի մասին պետք չի կարծիք կազմել Լեոյենց վատ վերաբերմունքի պատճառով։ Արդեն սենց, հա։ Արդեն պաշտպան ես կանգնում։ Չէ լուրջ Ավոն էս կարգի քեզ մատների վրա խաղացնում է։ Չէ, բալես, մի բորբոքվի, ընդամենը հանգիստ զրուցում ենք։ Երբ որ խոսքը գնում է այդ ոչնչության մասին, մենք չենք կարող հանգիստ զրուցենք։ Լավ, ինչ վատ բան ես տեսել Ավոյից։ Ինձ թվում է քո համար ուղղակի անսովոր է, որ իմ կողքը տղամարդ կա։ Այդ փայլուն գաղափարները Ավոն է ուղեղդ լցրել։ Չէ։ Ի տարբերություն քեզ ես կարողանում եմ իմ սեփական կարծիքը կազմել։ Մամ, ախր դու խելացի կին ես։ Ոնց ես դրա թակարդն ընկել։ Չէ, ես նենց չի Ավոյին չեմ սիրում, որովհետև Լեոյենք իր այդ վատ են վերաբերվում։ Ես ուղղակի ամեն ինչը պարզ տեսնում եմ ու տեսնում եմ դա ով է։ Վով ջան, դու գիտես, ես իմ ամբողջ կյանքը քեզ եմ նվիրել։ Պայքարել եմ, որ ոտքի կանգնես, առողջ լինես։ Ես քեզանից թանկ ոչ մեկ չեմ ունեցել, բայց ինձ թվում է ես իրավունք ունեմ, չէ, մի քիչ իմ անձնականով զբաղվելու։ Ունես, մամ ջան։ Դու բոլոր իրավունքներն էլ ունես։ Նենց չի ես այդքանը չեմ մտածել։ Ուղղակի դու սխալ մարդ ես ընտրել քեզ երջանկացնելու համար։ Ինչ գիտես։ Ամեն ինչն էլ փաստերով երևում է։ Ուր են իր կյանքի երկու կանայք։ Մեկը հողի տակ, մյուսն էլ Աստված գիտի թե ուր, իրան պիտի հարցնես։ Հիմա էլ գալիս է երրորդի հետևից։ Այսինքն քո հետևից։ Մամ ջան, ախր դա նենց բան է, որ դու պետքա վաղուց մտածած լինեիր։ Ու հասկանայիր, որ դա չի կարող քեզ երջանկացնի։ Ոնց է աշխարհի ամենաբարի աներորդին։ Կզարմանայի քեզ տեղ չտեսնեի։ Բա եղավ, հա։ Բա եղավ Հունան ջան։ Բա ես այդ տղեն եմ։ Ինչի քեզ թվում է ես էլ չեմ եկել։ Մի անգամ էլ եմ եկել, մեռնեմ կյանքիդ, մեռած քնածը իր։ Այն էլ ուրախությունդ կարճ տևեց։ Այն աշխարհից հետ եկա։ Հա Հունան ջան, հա։ Բայց դու շան բախտ ունես, հա։ Հետո էլ ինձ ես ասում ավո, մեռար են աշխարհ գնալ գալով։ Բայց մի հատ քեզ նայի։ Լսի մի բան եմ հարցում, ինչ ճիշտն ասա, որ մտար դժողք, սատանան իրան վատը զգաց, չէ։ Ասեց Հունան ջան, սենց չի լինի։ Դժողքում երկու սատանա չի կարա լինի, դու հետ գնա։ Ասեց քո ժամանակը հələ չի եկել։ Այ բայց քո տեղը հարցրեց։ Ջան, մեռնեմ կյանքիդ, հələ նայ է, հումորը չի կորցրել, հումորը տեղն է, հումորը կփրկի աշխարհը, ապրես։ Ճիշտ է, հումորը տեղն է, բայց տեսքից ես ընկել։ Բայց արի ծոռը նստենք դուս խոսանք, էլի դու ոչ մի անգամ էլ տեսքով չես փայլել։ Փողն է եղել, որ քեզ մի քիչ շուք հա տվել։ Դու էլ ոնց անշուք կար, տենց էլ անշուք մնացել ես։ Չէ, մեռարել հետ եկար մեկա։ Այդ ագրեսիվությունը տեղն է։ Չես փափկել, էլի չի մեղմանում։ Հա ինչ ես տվել ինձ, որ չես կարում առնես Հունան ջան։ Դու աղբորս կյանքը կերար քուրդ էլ իմ գնացիր ստեղից արա։ Իմացար չէ որ Արամին փակեցին։ Բա որ ասում էի Էռնայի մահվան հետ ես կապ չունեմ, չէիր հավատում։ Ինչ իմանամ։
կարող է քո հրամանն կատարել։ Իմ։ Բայց դա քո կամակատարդ էր, ոչ թե իմ։ Հա, բայց դու էր իր հետս վերջերս տալի առնում։ Կարող է իմացել ես, որ ինքն է քրոջս վարի տվել ու քո համար գործիք ես սարքել իրան, վախացրել ես։ Հենց բիզնեսներդ անցավ ինձ, դու սոված չես մնա հանգիստ տեղի։ Դու լավ սցենարներ կգրես, հացիդ փողը կառնես, բայց ճաշակով կգրես, որ վարձատրվես։ Դու էլ կաս սրա մեջ։ Իմ դեմ արած մահափորձի մեջ դու խառնես, թե ես Արտյոմի ձեռի գործն է։ Ունան, որ իմ ձեռի գործը եղածելներ, դու հիմա չէիր ելնի, ես չէի վրիպի։ Իսկ Արտյոմի հետ կապված ես չգիտեմ, դու իրանից հարցրա։ Չես էլ հարցնում Արտյոմ լավա։ Ամեն ինչ պարզ է։ Մաքրվից տեպից։ Կամ էլ կասում կմաքրեն շուտ արա։ Լավ է, թող առողջ երեխա ծնվի։ Չգիտեմ արժե Գրիշին ասել այս մասին, թե ոչ, թե նրա կյանքում էական փոփոխություն չի լինի այս լուրից հետո։ Եթե պետք լինի, մենք կասենք։ Դուք։ Ես ու հայրը։ Համենայն դեպս ես կարող եմ մեծ զողողության գնալ երջանկություն ձեր ընտանիքի, որտեղ ծանր իրավիճակա ձեր ընտանիքում հիմա տիրում։ Եվ երեխայիս պապիկի անունով կոչել Հունան։ Պետք չի այդպիսի մեծ զողողության գնալ։ Ծանր ժամանակները ժամանակավոր են։ Դուք գիտեք։ Ամեն դեպքում կարող եք Գրիշիի հետ խոսելուց ասել, որ մենք տղա երեխա ենք ունենալու։ Եթե կուզի, թող հայրություն ճանաչի երեխային։ Իսկ եթե ոչ, ես պատրաստ եմ իմ ազգանունը տալ երեխայիս։ Բարև Մանան ջան, ո՞նց ես։ Շատ զբաղված եք, տեսնում եմ։ Այդքան էլ չէ։ Եկել էի տեղեկացնելու, որ մակունցները տղա երեխա են ունենալու։ Չես ուզում ինձ շնորհավորել։ Ով սպասի հետևիցը չեն վազելու, այ բալա։ Մամ ջան, ինչ ես ուզում։ Գնան նստի, ավոյն էլ կանչի, իրար հետ նախաճաշեք։ Երթվում եմ, երբեք չէի մտածի, որ քեզ սենց մանկապարտեզի երեխու պես կպահես։ Չէ, ոնց կարամ արտեսկան բան չհասկանա ու չտեսնի։ Ինչ արտասովոր բան ա եղել, հա? Ինչ ես քեզ սենց պահում։ Լավ էլ եղել է։ Ես մինչև հիմա չեմ ուզում հավատամ, որ դու դրա նմանի հետ կարեր ինչ-որ հարաբերություններ կառուցեիր։ Լավ, ամոթ է։ Հիմա փողոցի մեջտեղում հարցեր չենք պարզելու։ Արի հետ գնանք։ Մամ ջան, ես քո հետ էլ քննարկելու ոչ մի բան չունեմ։ Համոթից գետինն եմ մտնում, որ քո հետ կարամ այս թեմայով ես խոսամ։ Ով սպասի։ Ես շնորհավոր եմ։ Իհարկե Մանան ջան, երիտասարդ աղջիկ ես, պետք է ուրիշի լավ լուրով ուրախանայիր։ Մի հատ վերջ տվեք ես խոսակցությանը։ Մաշա, հաջողություն։ Հաջողություն Տիկինա։ Ուրախ եմ շատ, որ ձեր ծանր վիճակում այս լուրը ձեզ գոնե ինչ-որ չափով կօգնի։ Դες արդեն տականքության գագաթնակետն է, բան չունեմ ասելու։ Չփորձես չափերը տանցնել ու անիմաստ հետևություններ անել։ Անիմաստ հետևություն։ Եկա աչքերովս տեսա, ականջներովս լսեցի ինչ հետևությունների մասին է խոսքը։ Լավ տարական հարգանք կարա լինի իմ հանդեպ, ինչ եք անում։ Նորից եմ զգուշացնում, չափերդ չանցնես։ Դուք չեք ինձ չափ տվողը, մեկը լինի ձեզ չափ տա, որ սենց ստոր քայլեր չանեք։ Որպես ինչ եք սրան թույլ տալիս գաս տեղ ու մի հատ էլ ինչ-որ դիալոգի մեջ մտնի ձեր հետ։ Ոնց կարելի է սենց տականք լինել։ Նորից եմ ասում, խելոք մնա։ Իրականության հետ կապ չունեցող հետևություններ մի արա։ Հենց նոր իրականությունը շատ հստակ դրեց ձեր ու իմ առաջ։ Տղա է ունենալու, նենց էլ շեշտում է երեխու սերը, ոնց որ այդ հաղթաթուղթ է։ Չնայած եթե խոսքը ձեզ ա վերաբերում, երևի հաղթաթուղթ է, ինքն էլ էդ գիտի։ Գրիշը ինձ սրա հետ դավաճանել է, հիմա այս երևույթը երեխայի է սպասում ու այսքանից հետո ինձ եք ուզում չափավորեք։ Մանան լռիր, ձայնդ մի բարձրացրու։
Կբարձրացնեմ, դուք չեք որոշողը։ Այսքանից հետո եկել էի խնդրեի, որ օգնեք գնամ Գրիշի մոտ, այսքան սրիկայություն արել իմ հանդեպ, բայց ամեն ինչ դրել էի մի կողմ ու եկել։ Էսա պատասխանը։ Այ հիմա պարզ դա Գրիշը սրիկայությունն ամենաշատը ումից է ժառանգել։ Տղա է ունենալու այս երևույթը, դրեք ձեր գլխին այն նողկալիներ։ Չքվի այստեղից։ Արագ։